Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ապրիլ և մայիս ամիսների վճարումներն անելու համար կառավարությունը 209 միլիոն դրամ է հատկացրել։ Աջակցությունը տրվում է այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով և մայրգումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Փետրվարից մեկնարկած ծրագրին ապրիլի 23-ի դրությամբ դիմել է ավելի քան 9600 քաղաքացի, որոնցից սակայն բավարարվել է 3594 անձի դիմում։ Ծրագրի պոտենցիալ շահառուները 218,000-ն են, որոնց վարկային բեռը 218 միլիարդ դրամ է։ Ծրագրի մեկնարկի ժամանակ նրանցից 40,600-ն արդեն իսկ ուներ ֆորմալ զբաղվածություն։ Մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Անհուսալի վարկ ունենալը դեռ չի նշանակում, որ բանկը դիմել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ 218 միլիարդ ընդհանուր ծավալի մեջ հազարավոր դեպքեր կան, որ գումարը շատ փոքր է՝ մի քանի հազար դրամ, որոնց համար ֆինանսական կազմակերպությունն անգամ չի էլ դիմել հարկադիր։ Մանրամասներ է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը։ Երկրորդ հանգամանքը դա արդեն սնանք ճանաչված վարկային կազմակերպություններն են։ Մենք այս պահին աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի այդ խնդիրը լուծենք, անկեղծ ասած դա շատ մեծ թվեր են։ Էլի փոքր գումարներ են, վերջին 5-7 տարվա ընթացքում մի քանի վարկային կազմակերպություն սնանկացան, որոնք բազմահազար, 100,000-ներով ունեն մանր վարկեր ու իրենց մեխանիզմին միանալը կարևոր կլինի։ Դիմումների ընդհանուր քանակը, երբ ասացի, հաստատվել է 3594, ընդհանուր դիմումների քանակը եղել է 9630, որից հաստատվել է 3594-ը, եւ այդ 6010-ի մերժվածների մեջ մեծ մասով Կենտրոնական բանկի գործընկերոջ կողմից նշված նախկին արդեն լուծարված վարկային կազմակերպություններում մինչև 1 միլիոն դրամ վարկեր ունեցող անձինք են, բայց ներկայումս էլ շրջանառվում է կառավարության որոշումը եւ ես կարծում եմ 2 շաբաթվա ընթացքում արդեն այս լուծումը գտել ենք, քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ, կառավարության քննարկմանը կներկայացնենք նաեւ այս խումբ մարդկանց համար մերժումների խնդիրը լուծելու եւ նրանց եւս շահառու դարձնելու հարցը։ Նալբանդյան 28 հասցեում գտնվող Երևանի արմիությունների և կապի նախարարության նախկին շենքի մասնավորեցման վերաբերյալ կառավարության որոշումը 2023 թվականի օգոստոսին էր, որոշվել է 100% պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն հիմնել, ձևավորվել է Republic Plaza բաց բաժնետիրական ընկերությունը, նախնական որոշումներ շենքը օտարել բորսային սակարկությունների միջոցով։ Պահանջարկի բացակայությունը կլինի կամ գույքի բարձր շուկայական արժեքը կլինի, գույքը չի օտարվել։ Արդյունքում որոշում է կայացվել գույքի տնօրինման եւ հետագայում մասնավորեցման նոր, այսպես ասած, տարբերակի իրականացման վերաբերյալ պիլոտային ծրագիր է որպես մշակվել ընկերության, բաժնետիրական ընկերության ստեղծումը, որին կառավարման է կհանձնվի տվյալ գույքը եւ որոշում կայացվեց որպես առաջին նման նախագիծ դիտարկել Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը։ Բերքաբեր գյուղից Մուշեղ Մայլյանը տնամերձ հողամասում նոր տուն է կառուցում։ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով։ 20 տարի ապրել եմ ուրիշների տանը։ Երևի թե մի 6-7 տուն տեղափոխվել եմ գյուղում, ընտանիք եմ կազմել, երեխեք ունեմ, տուն եմ սարքում, արդեն պետություն աջակցությամբ։ Այն որ մարդիկ մտածում են, որ տուն չունեն, չեն կարող ստեղծեն, որ մի հատ քարի վրա դնեն, մի մեշոք ցեմենտ առնեն, մի հատ հիմք կընտրեն, լցնեն, դաժե իրանց հին տունը, որ մի քիչ փուլ չկա, սենց ասած էլի։ Բայց այս ծրագրով համարյա գյուղի 90%-ը օգտվում է այդ ծրագրից, շատ լավ է։ Տնամերձը վարկով ձեռք է բերել 2 տարի առաջ եւ կարճ ժամանակ անց ջերմոց տեղադրել։ Հողամասում էլի պետության աջակցության ջերմոց եմ կառուցել, ջերմոցագործությունը ես սիրում եմ։ Մի 2-3 անգամ պամիդոր եմ ցանել, լոբի ենք ցանել, վաճառել ենք, նորմալ է։ Ուզում եմ մի հատ էլ ջերմոց կառուցեմ։ Հին ծառերի հարևանությամբ անցած աշնանը Նռնենու նոր այգի են հիմնել 200 տնկիով, դարձյալ պետական աջակցությամբ։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով կազմելով բարելի դիմաց $67.33։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.1%-ով կազմելով բարելի դիմաց $63.78։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.8%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3392։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.4%-ով եւ կազմել 1 հատի համար $93648։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 389 դրամ 56 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 444 դրամ 14 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 71 լումա։